Ադրբեջանական բենզինը 440 դրամով վաղվանից կվաճառվի Ռանոյլի բենզալցակայաններում։ Ազատությանը փոխանցեց ադրբեջանական բենզինը գնաց Մեգատրեյդ ընկերության տնօրենը։ Կարեն Հայրյանի խոսքով իրենց առաջարկած բենզինն էականորեն էժան է, քանի որ պրեմիում բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։ Շուկայում ոչ մեկ 520 կա, օրինակ 490 կա, 500 կա պրեմիում տեսակի վառելիք։ Մինչ իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազդարարում է ադրբեջանական էժան բենզինի վաճառքի մասին, տնտեսագետները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով Հայաստանի վառելիքի շուկան օլիգոպոլ է։ Այստեղ մի քանի խոշոր խաղաղացողներ կան, որոնք էլ գին են թելադրում մյուսների համար։ Խոսքը Ֆլեշի եւ CPS-ի մասին է, որոնց բաժին է ընկնում հայաստանյան բենզինի շուկայի մոտ 60%-ը։ Հետևաբար ըստ տնտեսագետի, եթե նրանք ցանկանան, ապա կարող են իջեցնել իրենց բենզինի գինը եւ գնիչեցման այն էֆեկտը, որը ակնկալում էր ստանալ ադրբեջանական բենզինը գնաց ընկերությունը, կարող է եւ չստանալ։ Բացի այդ, ըստ մասնագետի, Ռանոյլի առաջարկած 440 դրամի գնագոյացման վրա բնականաբար ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի անվճար փոխադրելու հանգամանքը։ Վրացական կողմը իբրև բարի կամքի դրսևորում որոշել է մեկ անգամ ադրբեջանական վառելիքի համար տարանցման գումար չգանձել։ Իսկ թե ինչ գին կսահմանի Թբիլիսին հաջորդ բեռնափոխադրումների համար պարզ չէ, սակայն Սուրեն Պարսյանը նկատում է, որ Վրաստանը վերջին տարիներին պարբերաբար թանկացրել է իր երկաթուղու տարանցման գումարը եւ ներկայումս 1 տոննա վառելիքը 1 կիլոմետրի հաշվով փոխադրելու համար գանձում է $0.5 տարանցման գումար։ Վրաստանից Հայաստանի սահման ավելի քան 200 կիլոմետր է։ Հետևաբար դժվար է այս պահին կանխատեսել, որ այդ գինը երկրորդ, երրորդ գործակների դեպքում, եթե լինի էլ կպահպանվի, որովհետև արդեն տարանցման գումարը գալու է։ Այո, ադրբեջանական վառելիքը ավելի մոտ է, քան ռուսականը եւ տրանսպորտային ծախսերը ավելի փոքր կլինի, բայց միևնույն ժամանակ ռուսական կողմը ինքը բավականին մեծ ծավալով վառելիք է արտադրում եւ վաճառում եւ կարող է ցանկացած ժամանակ որոշակի փոքր զերծ անել կամ որոշակի գնային քաղաքականություն վերանալ եւ ադրբեջանական վառելիքը դառնա ոչ մրցունակ։ Բացի այն, որ ադրբեջանական վառելիքը կարող է շատ արագ ոչ մրցունակ դառնալ ռուսական բենզինի գնիչեցման եւ վրացական երկաթուղու սահմանած տարանցման բարձր գնի պատճառով, նաեւ Ադրբեջանն ինքը բարձր որակի տվյալ դեպքում պրեմիում տեսակի բենզինի կարիք ունի եւ ստիպված այն ներկրում է Ռուսաստանից եւ Արաբական Էմիրություններից։ Ադրբեջանն ունի նավթ, բայց նավթամթերքի արտադրության հարցում խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով կարող է արտահանել հիմնականում դիզել եւ քիչ քանակությամբ ռեգուլյար տեսակի բենզին։ Իդեպ ադրբեջանական լրատվամիջոցները դեռ անցած ամիս էին հայտնել, որ Ադրբեջանը հաջորդ տարվանից ընդհանրապես դադարեցնելու է AI-95 տեսակի բենզինի արտադրությունը։ Այո, ադրբեջանական կողմը հենց ներկայումս ինքը խնդիր ունի պրեմիումի եւ քիչ հավանական է, որ ինքը առանց իր ներքին պահանջարկը բավարարելու փորձի այսպես արտահանում իրականացնել։ Տնտեսագետը նկատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս միանվագ գործարքի նպատակն էր պարզապես ցույց տալ, որ կողմերը պատրաստ են երկարաժամկետ խաղաղության։ Հետևաբար ադրբեջանական բենզինի առաջին խմբականակի ներկրումը ավելի շատ քաղաքական եւ ոչ թե տնտեսական գործարք էր։ Այս պահին այո, այս պահին ավելի շատ քաղաքական գործարք է։ Եթե Ադրբեջանն այլևս չվաճառի պրեմիում տեսակի բենզին, արդյոք Մեգատրեյդը կշարունակի գնումները։ Ընկերության տնօրենն Ազատությանը փոխանցեց, որ եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին։ Որքան մեծանում է տնտեսական փոխկապակցվածությունը երկրների միջև, պարզ ասած, այնքան փոքրանում է պատերազմի հավանականությունը։ Կոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն 1 լիտր բենզինը, մենք բոյկոտ ենք դա, որովհետև վերջին հաշվով լավ պատերազմում պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է։ Մինչ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, այն միանշանակ չի ընդունվում ընդդիմադիր շրջանակների կողմից։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը պնդում է, քանի դեռ ադրբեջանական զինուժը չի հեռացել Հայաստանի օկուպացված տարածքներից եւ ազատ չի արձակել բոլոր հայ գերիներին, պետք է բոյկոտել ադրբեջանական բենզինը, նույնիսկ եթե այն ջրի գնով վաճառեն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գոնե հարգելով մեր զոհերի հիշատակը, հարգելով մեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը հենց հիմա օկուպացված է, հարգելով հայ մարդկանց, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում եւ խոշտանգվում եւ նվաստանում են ամենօրյա ռեժիմով, մենք պետքա չգնենք այդ բենզինը, պետքա բոյկոտենք։ Որ այն գործարարներն էլ, ովքեր որ գնացել առել են, բնականաբար իշխանությունն ասել է արել են։
նրանք էլ հասկանան, որ լավ էս ազգի հետ պետք չէ զոհվա։ Բացի այդ, ըստ Մարուքյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է լինի փոխադարձ առևտուր։ Հայաստանը չպետք է դառնա միակողմանի գնորդ, ֆինանսավորելով Ադրբեջանի բանակը։ Բաքուն նույնպես պետք է հայկական ապրանքներ ներկրի Ադրբեջան։ Մինչդեռ Էդմոն Մարուքյանի համոզմամբ այս գործարքով Հայաստանն Ադրբեջանի համար դարձել է ընդամենը նվաստացած շուկա։ Մինչև Հայաստանի իշխան տարածքները չդեօկուպացվեն, մինչև մեր գերիներն ազատ չարձակվեն, այն խնդիրները, որ մենք հիմա ունենք Ադրբեջանի, դրանք չկարգավորվեն, դուք ինչքան ուզում եք իրանցից նավթ առեք, ինչքան ուզում եք իրանցից գազ առեք, ինչքան ուզում եք իրանցից թեյ գնեք, ինչ ապրանք ունեն Ադրբեջանում, հա, որևէ ձևով դա չի ազդելու հարաբերությունների կարգավորմանը։ Արձագանքելով իրենց ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով եւ Հայաստանում վաճառելով հարստացնում են Ադրբեջանին եւ զինում նրա բանակը, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Megatrade ընկերության տնօրենն ասաց, թե իրենք ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով են զբաղվում։